Հետազոտության մեթոդը դեմ առ դեմ հարցումներ, հարցումների քանակը 1146, հետազոտության ընտրանքային սխալը 3%, հետազոտության իրականացման ժամանակահատվածը փետրվարի 23-ից մինչև մարտի 2-ը, եւ հետազոտության վայրը Հայաստանի Հանրապետություն։ Մշտադիտարկման մեր հարցերից մենք որ միշտ ներկայացնում ենք ձեզ, ընդհանուր առմամբ բավարարված եք արդյոք ձեր կյանքով։ Լիովին բավարարված եմ 12.5%-ն ասել, ավելի շուտ բավարարված եմ 44.4%, ավելի շուտ բավարարված չեմ 26% եւ 16%-ը նշել է, որ ընդհանրապես բավարարված չէ իր կյանքով։ Ինչպես է գնահատում ձեր ընտանիքի նյութական տնտեսական ապահովվածությունը ներկայումս։ Շատ լավ 1.1%, լավ 11.9%, միջին 60%, վատ 18.2% եւ շատ վատ 8.6%։ Ինչպես է գնահատում մեր երկրի ներկա տնտեսական վիճակը։ Շատ լավ 0.7%, լավ 21%, միջին 25%, վատ 37% եւ շատ վատ 34.6%։ Ձեր կարծիքով դուք ձեր ընտանիքը 1 տարի հետո ներկա դրությամբ համեմատ ավելի լավ թե ավելի վատ կապրեք։ Զգալիորեն ավելի լավ 2.9%, 27.7%-ը որոշ չափով լավ, այնպես ինչպես այժմ 38.2%, որոշ չափով վատ 12.7% եւ զգալիորեն ավելի վատ 8.7%։ Ներկա պահին որոնք են մեր պետության առջև կանգնած ամենակարևոր 3 խնդիրները։ 58.1%-ը նշել է գործազրկություն, պատերազմական իրավիճակ 39.3%, արտագաղթ 28.2%, տնտեսական վիճակ 27.7%, ցածր աշխատավարձեր 21%, կոռուպցիա 16.5%, ցածր թոշակներ 12.3% եւ գնաճ ինֆլյացիա 10%, մնացած խնդիրները ավելի ցածր են նշվել։ Ինչպես հիշում եք, նոյեմբեր ամսվան մենք ներկայացրեցինք Կարեն Կարապետյանի այսպես նոր նշանակման հետ կապված հարցերը եւ խոստացանք, որ կանադառնանք նաեւ իր այդ գործելավոճին աշխատանքին, նաեւ հետագա փուլերում եւ այսպես ինչպես է գնահատում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի գործելավոճը, լիովին դրական 22.4%, ավելի շուտ դրական 58.6%, ավելի շուտ բացասական 9.9% եւ 3.8%-ը նշել են ընդհանրապես բացասական, բայց տեսնում եք, որ ընդհանուր առմամբ 81%-ը դրական է գնահատում Կարեն Կարապետյանի գործելավոճը։ Հիշեցնեմ, որ եթե չեմ սխալվում, նոյեմբեր ամսվա ցուցանիշը մոտ 84% էր, որոնք որ դրական էին գնահատել գործելավոճը Կարեն Կարապետյանը, եւ այդքան չի փոխվել։ Ինչպես է գնահատում նոր ձևավորված կառավարության կատարած աշխատանքը վերջին 6 ամիսների ընթացքում, լիովին դրական 9.9%, ավելի շուտ դրական 52.4%, ավելի շուտ բացասական 19.8% եւ ընդհանրապես բացասական 9%։ Եվս տեսնում ենք, որ 62.3%-ը հիմնականում գնահատում են դրական աշխատանքները, որը կատարվել է կառավարության կողմից։ Եվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո հասարակության մոտ ձևավորվել էր դրական սպասումների ֆոն, որը որ տեսանք մենք նախորդ այդ մեր հետազոտությունում։ Ըստ ձեզ որքանով արդարացան այդ դրական սպասումները կառավարման 6 ամիսների ընթացքում, ամբողջությամբ արդարացան 8.8%, որոշ չափով արդարացան 55.7%, այսինքն ընդհանուր առմամբ 64.5%-ը նշում են, որ այդ դրական սպասումները արդարացել են։ Չնայած ունենք նաև 16.7%, որոնք ասում են, որ որոշ չափով արդարացան եւ 11.4%-ը ընդհանրապես չարդարացան։ Նշեք այն 3 ոլորտները, որոնց հիմնախնդիրներով ըստ ձեզ պետք է զբաղվի Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը առաջին հերթին։ Եվ այսպես մի քանի պատասխան կարող են նշել։ Աշխատատեղերի ստեղծում 66.9%-ը նշե, ընդհանուր տնտեսության խնդիրները 42.6%-ը, կոռուպցիոն խնդիրը 28.9%-ն է նշվել եւ առողջապահությունը 20%-ն է առողջապահության խնդիրները։ Նաեւ նշվել է կրթություն 16.7% եւ արտաքին քաղաքականության խնդիրները 11.6%-ը։ Սակայն հիմնական խնդիրներն են, որոնք որ մեր հասարակությունը կարծում է առաջնային, որպես պետք է անդրադառնա գործող կառավարությունը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ։ Եվ կցանկանայիք արդյոք, որպեսզի 2017 թվականին խորհրդարանական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը մնա վարչապետի պաշտոնում, միանշանակ այո 34.6%, ավելի շուտ այո 47.6%, ավելի շուտ ոչ 6.2% եւ միանշանակ ոչ 2.7%։
տեսնում ենք, որ 82.2%-ը դրական է պատասխանը եւ ցանկություն ունի, որպեսզի Կարեն Կարապետյանը մնա վարչապետի պաշտոնում ընտրություններից հետո, կարծում եմ, սա բավականին լավ ցուցանիշ է։ Մոտենանք թեմային, այսպես ամենամոտիկ հարցերին եւ ընդհանուր առմամբ դուք հետաքրքրված եք քաղաքականությամբ, շատ եմ հետաքրքրված 7.4%, ավելի շուտ հետաքրքրված եմ 35%-ը, ավելի շուտ հետաքրքրված չեմ 32.5%, ընդհանրապես հետաքրքրված չեմ 29.4%։ Պատրաստում եք արդյոք դուք անձամբ մասնակցել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Անպայման մասնակցելու եմ 59.9%, հավանաբար մասնակցելու եմ 25.7%, հավանաբար չեմ մասնակցելու 4.3% եւ միանշանակ չեմ մասնակցելու 7.1%։ Մեր փորձից կարող եմ ասել, որ այն մարդիկ, ովքեր նշում են, որ անպայման մասնակցելու են, ըստ երևույթի գալիս են եւ կատարում են իրենց քվեարկությունը, բայց այս հավանաբար մասնակցելու եմ, այս տատանվորները հիմնականում չեն մասնակցում։ Մոտավորապես մեր էքսպերտային սպասումները, որ 50-ից 60% կլինի մասնակցությունը։ Ինչ չեմ սխալվում, ամենակարևոր սլայդն եմ մոտենում, որը բոլորին իսկ հետաքրքրում է։ Եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրություններ, ապա համամասնական ընտրակարգով դուք որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկեիք։ 26.4%-ը Ծառուկյան կուսակցությունների դաշինք, 22.8%-ը Հայաստանի Հանրապետական կուսակցություն, 4.3%-ը Ելք կուսակցությունների դաշինք, 3.9%-ը Հայ հեղափոխական դաշնակցության կուսակցություն, Ազատ դեմոկրատների կուսակցությանը 3.4%, Հայկական վերածնունդ կուսակցություն 2.7%, Կոնգրես եւ ՀԺԿ կուսակցությունների դաշինքը 2.6%, Օհանյան, Ռաֆի, Օսկանյան կուսակցությունների դաշինք 1.8% եւ Հայաստանի կոմունիստական կուսակցություն 1% քվե։ Եվ հրաժարվել են պատասխանել այս հարցին 14.1%-ը եւ դժվարացել են պատասխանել 17%-ը։ Սա այդքանը ոչ սպասելի արդյունքներ չեն։ Եվ բացի դրանից նշեմ, որ մենք հիմա գտնվում ենք մեկնարկային, այսպես ասած, իրավիճակում, հա, եւ 20 ըստ երևույթ այդ երկու դոմինանտ կուսակցությունները, որոնք որ արձանագրել են ամենաբարձր ցուցանիշները, այդքան չեն տարբերվում իրարից եւ գրեթե 23% եւ 26% ընդհանրապես տարբերությունը 3% է եւ քարոզարշավը, որը որ մենք ականատես կլինենք մոտակա 1 ամսվա ընթացքում, շատ բան կարող է փոխել։ Որ կողմ կփոխի։ Ես ճիշտ ասած աճպարար չեմ կարող ասել, որ կողմ կփոխվի, ոչ էլ վանգան եմ։ Դա կախված է, կարծում եմ, կուսակցությունների կողմից կազմակերպված եւ իրականացված քարոզարշավի արդյունքներից։ Նաեւ նույնը կարող եմ ասել մյուս բոլոր կուսակցություններին, ընդ որում եթե տեսնում եք պոտենցիալ խորհրդարան անցնող կուսակցությունները, դրանք 4-5 կուսակցություններ են, դա Ծառուկյան կուսակցությունների դաշինքն է, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, Ելք կուսակցությունների դաշինքն է եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունն է։ Մոտ է նաեւ ցուցանիշներով Ազատ դեմոկրատների կուսակցությունը։ Մնացածները գրանցելով մի փոքր ավելի ցածր ցուցանիշներ, ես չեմ կարող վստահ ասել, արդյոք նրանք կարողանան այդ շեմը հաղթահարել։ Նամանավանդ մենք գիտենք, որ դաշինքների պարագայում, եթե չեմ սխալվում, դա 7%-ն է, հա, հաղթահարման։ Նույն Կոնգրես եւ ՀԺԿ կուսակցությունների դաշինքը այժմ ունեն 2.6%։ Կհաջողվի նրանց գրեթե 2 կամ 3 անգամ գերազանցել այս ցուցանիշը, որպեսզի անցնեն ազգային ժողով, չեմ կարող ասել։ Բացի այս կոմենտից նաեւ կարող եմ ասել, որ այս ընտրակարգով մենք բավականին ոչ, այսպես ասած, կանխատեսելի պատկեր, քանի որ մենք այստեղ չենք անդրադարձել ռեյտինգային, այսպես ասած, գաղափարին, ռեյտինգային քվեարկությանը, որը կարող է շատ եւ շատ փոխել։ Հավատացեք, նոր ընտրակարգով, եթե այդ ցածր ցուցանիշներ գրանցած կուսակցությունները տեղում իրենց ռեյտինգայինները ունենան շատ մեծ քվեներ, այս պատկերը կարող է շատ եւ շատ փոփոխություններ կրել, հա։ Հիմա որքանով նաեւ լավ կաշխատեն այդ ռեյտինգային տեխնացուները իրենց ընտրատարածքներում, մենք գիտենք, որ պայքարը գնում է ոչ միայն կուսակցությունների միջև, այլ նաեւ նույն կուսակցության ռեյտինգայինով առաջադրված տեխնացուների միջև, չնայած
Այս պարագայում ցանկացած նույն կուսակցության ռեյտինգային պայքարը բերում է քվե այդ կուսակցություններին։ Հիմա բոլորս էլ հասկանում ենք, որ կա ռեսուրսի խնդիր, փորձառության խնդիր եւ նաեւ կոնկրետ այդ տեխնացուների խնդիրը, թե որքանով ճիշտ եւ լավ եւ ակտիվ կաշխատեն հասարակության հետ։